Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնն է եւ Փյունիկ Դեբրեցեն որոշակի փոփոխություններ կատարել էր եւ իհարկե հիմնականում օգոստոսի 2-ին եւ Կյուրընկալվի Ուրարտուին դուք տեսնում եք կազմերը հայտացուցակները անվան հանրապետական ստադիոնի կանաչ խոտածածկ կարգին օրվա կարելի ասել զուգահեռաբար կմեկնարկի Սունյան հանդիպման մեկնարկը Եվ արջևի գծում 20 հանդիպումը, սա շատ ցավալի է, հիմա այստեղ սխալվեցին մեր ֆուտբոլիստները եւ Դեբրեցենը վտանգավոր գրոհի հնարավորություն է ստացել Ձախեզրով վտանգավոր է եւ սա անկում աշխատ Ձախեզր եւ հիմա կրկին կա գրոհի հնարավորություն Յասոնաս Պիկիս Աչ է պետք ուղարկել գնդակը Կովալենկոն ստացավ մտավ Տուգանային հրապարակ փոխանցում վտանգավոր է եւ նորից գրոհի լավ հնարավորություն կա Խամե ստացավ Ձախեզրով գնդակը փոխանցում Տուգանային հրապարակ Իսկ փոխանցման հետ վնասազերծեցին Շրջանն է անցկացնում Հայաստանում շատ վտանգավոր է ու տեսեք Վակուլենկոն սխալվեց հիմա գնում է առաջ Դեբրեցենը եւ Կարլեն Հովհաննիսյանը Իրականում մրցակցի կարգը հաշվի առնել պետք է հրաշալի հնարավորություն է Կուլիկով լավը չէր փոխանցում արված Մեր թիմը Անցնում է արագ գրոհի Կուլիկով փոխանցում Ձախեզր Խամեսը ստացավ գնդակը ու մոտենում է Տուգանային հրապարակին փոխանցում Դարձյալ վերադարձրեց գնդակը Իսլամովիչ փոխանցում Աչ Կովալենկո Հարցից բայց առանց նայելու էր Հարությունյան փոխանցում Վակուլենկո եւ գրավել էր պետք դարպասը Այո Պիկիս Շատ լավ է ստանում գնդակը Պիկիսը որորդ անգամ Կուլիկով Եվ անկյուն Ինչպես կօգտագործեն տղաները Հարությունյան ուղիղ հարված էր Ջուջակ Ապուկ փոխանցում Տուգանային հրապարակ եւ Գոնե մեկ գոլ խփի Տեսեք հիմա ինչպես մինչև վերջ Դեբրեցենի Ցից վտանգավոր է եւ գոլ բայց կար խաղից դուրս վիճակ Այնորգյոսը ցանկություն ունեմ տեսնելու կրկնապատկերը բայց ախր գնդակը գնաց մրցակցի պաշտպանից Անմիջապես ուշադրության կենտրոնում հայտնվեց Հյուսիս Մակեդոնացի մրցավարը այս ընթացքում Փյունիկը գնդակով է Հարությունյան Եվ հարված Ավակյան սխալվեց Հենրի Ավակյանը և բարեբախտաբար անմիջապես հարված չհետևեց փրկվեցինք Ինչ-որտեղ նաև անելանելի փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը հարված և Ավակյան Ավարտված է առաջին խաղակեսը խաղում 0-0 դիմակայությունում 1-0 Դեբրեցենի օգտին ընդմիջում կվերադառնանք աշդարից հետո Արտասը բալաշ ջուջակ կա երկրորդ կեսի սկիզբը համարվեց Բլաշ Բոշկովիչ եւ համար 75 Դավիթ Թմե Սանտոս 16 պաշտպանության կենտրոնում համար 4 Էրիկ Սիմոնյան վտանգավոր է կան Կոպենհագենի հետ Կոպենհագենն էլ ուկրաինական թիմի արգելքը շատ դժվարությամբ հաղթը հարեց Մոմոյանսանեի մուտքը խաղադաշտ Գրիֆիթի Շատ վտանգավոր է Սիմոնյան հեռացրեց Ոչ շարվածում է, բայց շատ վատ Ամեն ինչ չափազանց բացահայտարեց Կովալենկոն նույնիսկ չկարողացավ թաքցնել կեղծակերպ հնարքը գրոհում է Դեբրեցենը եւ փոխարեն Սիմոնյանը սխալվեց եւ երեքը երկուսի դիմաց վտանգավոր կարող է ստացվել, բայց արդարության համար ասենք շատ վատ բացվեցին Դեբրեցենի խաղացողները փոխանցում Տուգանային հրապարակ, բայց ամեն դեպքում գրոհ փոխանցում Տուգանային հրապարակ հարված էլ հետևեց, բայց բավականին անը Ովքեր մնացին Ավակյան Կար փոխանցում Տուգանային հրապարակ եւ կենտրոն Յանսանե հարված
կենտրոնով է և փրկվեցինք այստեղ խաղացողները Խամեսն է շարժվում առաջ աչ ձախ եզրով ներողություն Գրիֆիթ բարձրացրեց գնդակը ինչպես կկանգնի այդ քառյակը ինչպես կբաշխեն կամ 4-4-2 կամ 4-2-3-1 վտանգավոր է նորից վտանգավոր է գրոհում բայց իհարկե այդ չկար խախտում շարունակվում է դարձյալ բալաշ ջուջակ և հրաշք այստեղ Խամես Գրիֆիթ դարձյալ Խամես Սովկա Տուգանային հրապարակում մտավ Տուգանային հրապարակ Խամես վտանգավոր է և եզրափակում դարձյալ Խամես դարձյալ տարածություն ունի բրազիլացի ֆուտբոլիստը փոխանցում Յասոնե դիմում բարձրից փոխանցում Դարփինյան Վիտի դակ եկավ աչ եզր Վիտի Դարփինյան փոխանցում և չկա եզրափակում ցածրից Հովանիսյան այս հարվածն էլ փակեցին Դեբրեցենի խաղացողները Դարփինյան տեղափոխություն աչ եզր Վիտի Մեխյասի փոխարեն Յանսանե և փրկում փոխանցում չկա եզրափակում Հապուկ փոխանցում և այստեղ էլ ծեցին բավականին լավ խաղաց հիմա Սայինն է շարժվում առաջ փոխանցում աչ Ջուջակ Կոչիշ Ջուջակի չեցրեց գնդակը և դարպասաձողին է արվածում իսկ հետո արդեն Ավակյանն է միգուցե ինչ-որ բան են կանխագուշակում փոխանցում և կելու համար Կոչիշ Ավակյանը 30-ից միացեք առաջին ալիքին և հետևեք ՉՖՌ Ալաշկերտ խաղի ընթացքին Երևանյան հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով ափսոս բայց Սփյուռնիկը թողնում է պայքարը կոնֆերենցիաների լիգայի